օր բոլորիդ, սիրելիներս, այսօր փորձեմ մի փոքր մաս ցույց տամ իմ առօրյայից, այսօր շատ խառը օր եմ ունենալու, այստեղ տեսնում եք արդեն խմորը արել եմ, հաց եմ թխելու, հիմա ցույց տամ էլ ինչ եմ անելու։ Պերաշկի խմոր եմ արել, պերաշկի և բյուշի եմ անելու, այստեղ էլ մսաղացն եմ դրել, որպեսզի թոք աղամ, տավարի սիրտ ու թոք է, մի մասը թոքով եմ պատրաստելու, մի մասը կարտոֆիլ, այստեղ կարտոֆիլը եփվում է, սոխառածն եմ արել, հիմա համեմունքները ավելացնեմ, կանաչիները ավելացրել եմ, ծիտրոնը, սամիտը, հիմա թարմ կանաչիներն ավելացնեմ և համեմունքները, ու դրանից հետո հացն եմ թխելու, հացը թխեմ վերջացնեմ, անցնեմ կարկանդակներ թխելուն, էլ եմ ասում մի մասը անելու եմ թոքով, իսկ մյուսը կարտոֆիլով, դե ինչ գնացինք, հրավիրում եմ, բոլորիդ հրավիրում եմ սիրով, եկեք համտեսեք, համեմունքները ավելացրեցի և կանաչին, թարմ համեմ, սամիտ, մաղադանոս, այստեղ էլ լամաջոյի ֆարշն է, արդեն պատրաստ է, բանջարեղեններով աղացած, լավ բլենդով անցկացրել եմ սոխառածը և կանաչիները, համեմունքների հետ միասին, սիրելիներս աղացել եմ, սա էլ լամաջոյի ֆարշն է, արդեն պատրաստ է, այստեղ արդեն պերաշկի միջուկն էլ է պատրաստ, հիմա կարտոֆիլն է տապակեմ, մնաց որ միսը աղամ, թոքը, այստեղ արդեն աղում եմ թոքը, աղացի վերջացրեցի, իսկ հիմա կարտոֆիլը տապակեմ, այսքան ստացվեց թոքը, այստեղ կարտոֆիլն է արդեն տապակեցի, սոխառածի մի մաս ավելացրել եմ կարտոֆիլի վրա, իսկ մնացած մասը թոքի վրա, հիմա լավ խառնեմ ու անցնեմ խմորը գնդելուն, ասեմ որ պատրաստելու եմ, կարկանդակներ եմ պատրաստելու և այստեղ էլ լամաջոյի ֆարշն է ու լամաջո եմ պատրաստելու, սիրելիներս, հիմա կգնդեմ, ասեմ որ կարկանդակի խմորը խմորիչով եմ պատրաստել, դրոժով, իսկ լավաշը, որ թխելու եմ, առանց խմորիչի է, ես միշտ տենց եմ թխում առանց խմորիչի, լինում է, որ օգտագործում եմ խմորիչ, բայց հիմնականում առանց խմորիչ եմ անում և շատ լավ հաց է ստացվում, լավաշը, ամենը խառնեմ իրար և անցնեմ գնդելուն խմորը, գնդեցի, վերջացրեցի, հիմա վառարանը արդեն վառեմ, մի փոքր խմորը հանգստանա ու անցնեմ թխելուն, սենց ջրում եմ, որպեսզի ամբողջը չչորանա,
Հիմա անցանք լամաճոին, հացը թխեցի, վերջացրեցի, հացի վառարանով եմ պատրաստելու սիրելիներս, սա ավելի շատ կարելի է կոչել պասային լամաճո, մսային չէ, լոբով է ու ասել եմ տարբեր համեմունքներով լեյչո եմ ավելացրել և բլենդ եմ արել, հիմա այս մի հատը դնեմ, այս մեկը արդեն պատրաստ է, ուղարկեմ վառարան, հիմա հաջորդները պատրաստեմ, արդեն կարկանդակների գնդերն է պատրաստել եմ, մի փոքր մինչև հանգստանա, ես հացը կտեղավորեմ, հացը թրջեմ, նորից